Կառավարության մայիսի 14-ի նիստը Մհեր Գրիգորյանն է վարում, վարչապետն արձակուրդում է։ Ժաննա Անդրեասյանը ներկայացնում է Հայաստանում սպասվող պատանի երաժիշտների դասական եվրատեսիլի մանրամասները, որը կկայանա հունիսի 6-ին։ Այս միջոցառման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 665 միլիոն դրամ կտրամադրվի։ Պետք է ասեմ, որ օրն էլ խորհրդանշական է, որովհետև ըստ էության մենք խոսում ենք աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա մասին, եւ այդ օրը դասական արվեստի միջոցով եւս մեկ անգամ կընդգծվեն մեծանուն կոմպոզիտորի անվան եւ ստեղծագործական հարուստ ժառանգության արժեքն ու նշանակությունը։ Պատահական չի նաեւ, որ մրցույթը անցկացվելու է Օպերային թատրոնում, որի հիմնադրման 100-ամյակը լրանում է այս տարի, եւ այդ իմաստով այս միջոցառումը կդառնա նաեւ Օպերային թատրոնի շենքի հիմնադրման 100-ամյակը նշանավորելու շատ կարեւոր միջոցառում։ Կիբերանվտանգության ոլորտում միջազգային ստանդարտներ կներդրվեն, նախագծով սահմանում են կենսական նշանակության ոլորտներում շահագործվող կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների, ինչպես նաեւ կիբերանվտանգության ծառայություն մատուցողների եւ աուդիտ իրականացնողների նկատմամբ կիրառվող պահանջները։ Կարծում ենք, որ սա մեծ ներդրում կլինի մեր ընդհանուր կիբերանվտանգության պաշտպանման վերաբերյալ, գաղտնիք չեմ բացի, որ մեր համընդհանուր կյանքի ընթացքում թվային գործիքների ավելի լայն տարածում են ունենում եւ դրանք կարող են ավելի շատ ռիսկեր նաեւ պարունակեն, կարծում ենք, որ սա շատ պահանջված գործողություն է այս պահին։ Սա կբերի նաեւ բիզնեսի համար որոշակի ծախսեր, բայց կարծում ենք դա մեր համընդհանուր անվտանգության նկատմամբ ներդրում է լինելու։ Մենք այս օրենքի քննարկում, այս ամեն ինչ որ հիմա ես ներկայացրեցի, անակնկալ չի լինի, որովհետև օրենքի քննարկումը 3 անգամ եղել է դրաֆտում, տարբեր անգամ մասնավորի հետ ու կոնկրետ կենսական նշանակության ոլորտի ընկերությունների հետ շահագործող տեղեկատվական համակարգերի հետ քննարկվել է։ Կլաստերային դպրոցներ տանող ճանապարհները վերականգնելու նպատակով 1 ճանապարհի հիմնանորոգման եւ 13-ի նախագծերի պատրաստման համար 186 միլիոն դրամ կտրամադրվի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը։ Ֆինանսավորող ճանապարհահատվածներն են Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի կրթահամալիր տանող ճանապարհը, նույն մարզի Նոր Եդեսիայի ներսաշնորհալու անվան միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Սասունիկի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Լուսակնի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Արմավիրի մարզի Ջրառատի Խաչատյանի անվան միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Լոռու մարզի Վանաձորի թիվ 13 ավագ դպրոց տանող ճանապարհը, Վանաձորի 19 հիմնական դպրոց ճանապարհը, Լոռու մարզի նույն մարզի Մեդովկայի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Սյունիքի մարզում Սյունիքի կրթահամալիր տանող ճանապարհը, Իշխանասարի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, որը հենց շինական աշխատանքներ ենք մեկնարկում, Հարժեսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Վայոց ձորի Չիվայի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Տավուշի Գանձաքարի միջնակարգ դպրոց եւ նույն մարզի Դովեղի միջնակարգ դպրոց։ Ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման 2024-28 թվականների ծրագրում փոփոխություններ եւ լրացումներ են սպասվում։ Պետական աջակցությամբ ձեռք բերվող տոհմային մանր եղջերավոր կենդանիների առավելագույն շեմը 300-ից կբարձրանա մինչև 1000 գլուխ։ Միաժամանակ կենդանիների հետագծելությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկում է սահմանել նաև պահանջ, որ ներկրված կամ տեղի շուկայից ձեռք բերված տոհմային կենդանիները պետք է գրանցված լինեն գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ավանդույթն արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը չի խախտում ոչ ֆորմալ պայմաններում, բայց լրագրողների հետաքրքրասիրությունը բավարարում է։ Նախօրեին ապարանում իրականացված քարոզարշավը շատ հարցեր է առաջացրել։ Ականատեսը հստակ պնդում է, որ համակարգված աշակերտներին եւ ուսուցիչներին բերել են մասնակցելու հավաքին ձեզ հետ եւ սրան ի հավելում նաև դուք այդ պահին, որ բաժանում եք քարտեզներն ու թվացքաբլիթները աշակերտների ներկայությունը, այդպես բոլորի ձեզ մոտ կասկածներ հարցեր չառաջացրեց։ Ծառայական քննություն կիրականացնենք եւ այնտեղ որտեղ պարզի, որ ապօրինի հրահանգ ա եղել, միանշանակ ազատվենք։ Այս վերջերս ընդհանրապես ես ասեմ, որ այս վերջերս դիտորդների հետ մի զրույց եմ ունեցել, ինձ հարց տվին, ասին 8 տարիա վարչապետ եք, ոնց եք խուսափելու վարչական ռեսուրս օգտագործելու մեղադրանքից, եւ ես իրենց ասացի կհավատանք, ես ատում եմ վարչական ռեսուրսը եւ դա ճշմարտություն է, որովհետեւ այդ թվում այնտեղ որտեղ կա նմանատիպ երևույթ, դա ինձ հնարավորություն չի տալիս
քաղաքացիների հետ ավելի անմիջական շփվել եւ զգալ քաղաքացիների էմոցիաները։ Մարտի 1-ի մասով արված հայտարարությունը, ըստ որի Քոչարյանը պետք է նստի, Փաշինյանը ոչ թե դատական մարմնի գործերին միջամտություն է որակում, այլև արդարության վերականգնում։ Կա մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը եւ պետք է այդ որոշումը հասցեագրվի, հնարավոր չի, որովհետեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեր իրավական համակարգի մաս է եւ պետք է մեղավորները պատժեն։ Հայաստանում սպասվող ընտրություններն աշխարհաքաղաքական ենթատեքստ չունեն, Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն առանց դավադրության։ Որպեսզի Հայաստանի շահերը սպասարկի, պետք է հարթություն լինի, որ այս բաժակը կայուն իրավիճակում մնի։ Երբ որ մենք տեսնում ենք, որ նժարի մի կողմը շատ ծանրանում է եւ կարա շուռ գա բաժակը, մենք մեր քաղաքականությունը բալանսավորում ենք, որպեսզի հավասարակշռությունը եւ հարթությունը պահպանվի։ Հայաստանը Ռուսաստանի շահերին վնասելու ոչ մի մտադրություն չունի, որպես ապացույց Ռուսաստան կատարած այցից դեպք է մեջբերում։ Մեր գործընկերներից մեկը ասաց հենց հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցությամբ վնաս է հասցնում, ասենք օրինակ Ռուսաստանի շահերին։ Ես լսեցի, եւ ասացի շատ լավ։ Խնդրում եմ ինձ պատվիրակության բոլորին ներկայացրեք մի օրինակ, որտեղ Եվրամիության հետ մեր համագործակցությունը Ռուսաստանի շահերին հասցրել է առարկայական վտանգ։ Եվ հասկանալի է, չէ՞ որ սեղանի շուրջ նստված մարդը առավել քան լուրջ լրջագույն մարդկանց հետ մենք գործում։ Եվ գիտեք ինչ էր պատասխանը։ Լռություն։ Ասուլիսը անցորդն ընդհատեց, թե ինչու են ստերջացված շները ծննդաբերում, օրինակը կենդանի է։ Արդյոք կարող են։ Քանի որ ես հասկանում եմ, որ դուք Գիտեմ, որ կենդանիները ապրելու իրան։ Վիգոյ շուն են բերել այստեղ կլիպսով եւ կծկերը լիքը կա։ Իրանց ձակերով։ Տիկինը նկատի ունի, որ ստերջացնելու համար տրամադրված գումարները ճիշտ չեն օգտագործվում եւ շները շարունակում են ծնվել։ Ատոմակայան կառուցելու մասին առաջարկ Հայաստանը ստացել է Ռուսաստանից, Փաշինյանը չի հերքում, բայց բայցերը շատ են։ Մենք նման առաջարկ Ռուսաստանից ստացել ենք, բայց մենք նման առաջարկ ստացել ենք նաեւ Կորեայից, մենք նման առաջարկ ունենք Ֆրանսիայից, մենք այլ առաջարկներ ունենք եւ մեր հաշվարկը այն է, որ մենք արևային էներգիայի այս տեմպով մենք մեծ 1000 մեգավատանոց, իսկ առաջարկները հիմնականում 1000 կամ 600 մեգավատանոց ատոմականների մասին է, այդպիսի մեծ ատոմակայանի կարիք չենք ունենալու, որովհետև մենք ունենք մեր ռեսուրսը արևը։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մասնակից քաղաքական ուժերի կողմից ընտրակաշարք տալու կամ խոստանալու դեպքերը Փաշինյանը մտահոգիչ է համարում։ Երևույթները մտահոգիչ են եւ մենք պետք է լրջորեն պայքարենք ընտրակաշարքների դեմ, որ ակնհայտ է որ պետք է պայքարենք, բայց նաեւ այսօր ես ուզում եմ ելույթներից մեկում ասել, թե ինչ ստացվեց իմ թույլ տվեք համոզմունքը նաև արտահայտել, որ ընտրակաշարքով իմ կարծիքով այլևս Հայաստանում հնարավոր չի հարցուլուծել։ Փաշինյանը մտավախություն չունի, որ Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան գործի կդրվի Հայաստանում ձերբակալված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին պաշտպանելու համար։ Իսկ Սամվել Կարապետյանի դեմ հայց է ներկայացրել դատարան։ Հալյուցինացիաներ առաջացնող սնկերի վերաբերյալ Կարապետյանի արած հայտարարության մասով։ Լսեք ժողովուրդ, բայց ո՞նց կա, այո, ներկայացրել եմ։ Ո՞նց կարա, այտենց հայտարարություն ո՞նց կարելի է անել, ասենք դա լուրջ մարդու հայտարարություն։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։